Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալում կրքերը հասել են եռման վերջնակետին։ Այն, ինչ մենք կանխատեսել էինք դեռ 1 ամիս առաջ, այսօր դարձավ իրականություն։ Ստի և դավաճանության վրա կառուցված ամրոցները սկսեցին փլուզվել, իսկ ամենամեծ գաղտնիքի վարագույրը պատրաստվում է վերջնականապես ընկնել։ Այսօր մենք կվերլուծենք սերիալի ամենաճակատագրական բեկումներն ու կհասկանանք, թե ինչ անդառնալի հետևանքներ են ունենալու մեր հերոսների վերջին քայլերը։ Սկսենք մակունցների առանձնատնից, որտեղ տեղի ունեցավ սպասված պայթյունը։ Գրիշոն, շարունակելով իր անադեկվատ պահվածքը, քաշքշելով տուն է բերում Մանանին, բայց ճակատագիրն ուներ իր ծրագիրը։ Հնչում է այդ չարաբաստիկ հեռախոսազանգը, որը ջարդուփշուր է անում Գրիշոյի բոլոր ստերը։ Մանանը, լուռ վերցնելով Գրիշոյի հեռախոսը, լսում է ամուսնու սիրուհու ցինիկ հարցը։ Սա այն վերջին կաթիլն էր, որը լցրեց հպարտ և արժանապատիվ աղջկա համբերության բաժակը։ Մանանի արձագանքը պարզապես փայլուն էր։ Նա Իննային և Գրիշոյին հստակ հասկացնում է, որ իր վրա ոտքեր մաքրել ոչ ոքի թույլ չի տա։ Նա լքում է այդ տունը, երդվելով այլևս երբեք ոտք չդնել այնտեղ։ Ամենազավեշտալի այս իրավիճակում Գրիշոյի կուրությունն է։ Նույնիսկ մոր Իննայի արդարացի նկատողությունից հետո Գրիշոն միամտաբար կարծում է, թե Մանանը կհանդարտվի ու կվերադառնա։ Մեր վերլուծությունը հստակ ցույց է տալիս. Գրիշոն դեռ չի գիտակցում իր կորստի մասշտաբը։ Երբ նա հասկանա, որ Մանանն ընդմիշտ է հեռացել, նրա մոտ կսկսվի ծանր հոգեբանական ճգնաժամ, որը նրան կրկին կտանի դեպի ալկոհոլ և անկանխատեսելի ագրեսիա։ Իսկ Մանանի ճանապարհը խաչվում է եղբոր Դավիթի հետ։ Այս հանդիպումը խորհրդանշական էր։ Դավիթը, ով ի սկզբանե դեմ էր քրոջ ընտրությանը, մեծահոգաբար կանգնում է նրա կողքին։ Մանանի խոստովանությունը, որ մակունցների ողջ ընտանիքը տականք է, ոչ միայն արդարացնում է Դավիթի նախկին մտավախությունները, այլև վերջնականապես միավորում է Սարգսյաններին իրենց ընդհանուր թշնամու դեմ։ Մանանի վերադարձը հայրական տուն անհնարին է դարձնում ընտանիքների միջև որևէ հաշտության եզր։ Զուգահեռաբար մենք ականատես եղանք Լեայի և Լեոյի պատահական, բայց չափազանց հուզիչ հանդիպմանը փողոցում։ Լեոն, հուսահատ կառչելով յուրաքանչյուր հնարավորությունից, փորձում է հասկանալ սիրելի լռության պատճառը, բայց Լեան շարունակում է կրել իր հոր մեղքերի ծանր խաչը, պարզապես գրկելով Լեոյին ու լռելով։ Այս լռությունն ավելի խոսուն է, քան ցանկացած բառ։ Լեան պաշտպանում է Լեոյին այն սարսափելի ճշմարտությունից, որը կարող է կործանել տղայի ողջ աշխարհը։ Սակայն ճշմարտությունն արդեն թակում է Լեոյի դուռը, և դա անում է ամենաանսպասելի մարդը՝ Ավոն։ Երբ Լեոն պահանջում է Ավոյից հեռու մնալ իրենց ընտանիքից, Ավոն, չդիմանալով Լեոյի կամակորությանը, թույլ է տալիս ճակատագրական սայթաքում։ Նա համեմատում է Լեոյին հոր Ռաֆոյի հետ, նշելով, որ հենց այդ կամակորության պատճառով Ռաֆոն հասավ նրան, ինչին հասավ։ Լեոյի շոկն ու ապրած հայացքը խոսում են այն մասին, որ նրա գլխում արդեն միացան տրամաբանական շղթաները։ Նա հասկացավ, որ հոր մահը սովորական դժբախտ պատահար չէր։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք գտնվում ենք պայթյունի նախաշեմին։ Ինչ եք կարծում, ինչ կանի Լեոն հիմա։ Արդյոք նա ուժով կկորզի ողջ ճշմարտությունը Ավոյից։ Եվ ինչպես կարձագանքի Գրիշոն, երբ հասկանա, որ Դավիթն ու Լեոն պաշտպանում են Մանանին, եւ արդյոք նա կփորձի ուժով հետ բերել կնոջը։ Անպայման գրեք ձեր վարկածներն ու կանխատեսումները մեկնաբանություններում, քննարկենք միասին։